Գոյուղինա, չէ ժողովուրդ։ Գոյուղինա։ Բայց ինքս կանալիզացիա պիտի չլինի։ Պետք է չլինի, հա, այնտեղ դիտավորեր չկա ժողովուրդ։ Դեղա դիտավորը։ Էսի կոմունիստի վարդվա բանն է, կացելու տրուբեկն է պարել, ստե вообще կապ չունի կանալիզացիա, ընդհանրապես։ Բա որ կապ չի, բայց հոտը։ Բայց հոտը։ Բերել Բայց հոտը, հա, դե լցումա դուրս է գալի։ Շենքի տակ կեսը գալիս ասես դե պատվալ կա, որ լցես պատվալը նոր իմացան կեսի բերին քանդել։ Լուկերը սա շացածա դրա համար է բերում է դուրս։ Այդ շենքը նկարի կողմնակի տեսա մի օր էլ չլինի, ստացվում։ Հիմքերի հերը անիծվում է շենք։ Պատվալներն են շենքերի։ Նկուղները լցված է, չէ։ Հիմա դատարկել են, չէ, բայց որ մտնում ես խոնավությունը խեղճ։ Մի ավտոտնակ էլ է, չէ լցվում։ Բաց եմ թողել կարակ։ Այդ ավտոտնակի պատվալն է։ Ֆուֆ։ Այդ պատվալ մտնել կլինի, ավտոտնակ մտնել կլինի, հոտը սպանում է։ Ես այդ երեք վիդեոն ուղարկել եմ, դուք այդ բարձրությունը Ֆուֆ։ Լույս չկա, չէ։ Եթե չէ պրոժեկտոր ես բերեմ։ Չէ, մեջը նա կա։ Ոյ կուցո։ Հիմա ասե քանի մետր կլի մոտավորապես խորությունը։ 260 երևի 70։ զգուշ է, կա, կարա այդի արդեն փդած ունի, չդնեք Որ լավ տեղ չես կանչի ինձ, բայղուշ, վայ։ Պարան բան անեք, մի հատ բահը կտակ, Հա։ հա ենա, ամբողջ, վայ, սենց էլ, ստեղից եմ տկաղա դուրս գա, եթա ուրիշ տեղ, նկողներ ակնում, էլի, Շենքերի տակ կարա։ հա, շենքի հետ եմ ասում, նայ ջուրա, չասեն էլի, սվաղ, ջուրա, լրին պուվ, Տեղտա ջուրը Այդ ջուրը մինչև այդտեղ բարձր Ստեղ բարձացել է, հենա թացա դրա համար էլի վիդեոն էլ կա իրա։ Երեք իրան գալուց հետո, ասում եմ այդ գործ անելուց հետո, ու էլի թողեցին գնացին։ Վիոլան Վիոլան, մենք զանգ Էսի բնակիչներն են ասոսը դրե բան արել Էսի փեսես ա բերել, իրա ուժերով, մարդ ա բերել, տրակտոր ա բերել, բանվորներ ա բերել, որ արել են այդ ամեն ինչը, քանի որ էսի ամեն ինչը գնում էր այս շենքերի տակ։ Այս շենքերն էլ մի շաբաթ մի ամիս հետո կարա բլվեր այդ այս մարդիկ ու դե։ Վերջին անգամ երբ եք զանգե վիոլա ջուր, թաղապետարան Թաղապետարանն էլ եմ զանգել, վարչակազմի պետի աշխատակազմ եմ զանգել, իրանք իտո ինչ որ չափ իրանք սկսեցին իրանց բշտել, չնայած ասելով, որ վիոլա ջուրը ինքը պետական չի համարվում, մի քիչ իրանք ուժ չունեն իրանց վրա, բայց ամենայն դեպս արեցին, էլի, քաղաքապետարան եմ զանգել, երեք էլ եմ զանգել էլի խոսել, հետո հանրային ծառայությունների Կարգավորը հանձնաժողով, հա Իրանց ենք զանգել, իրանք էլ են իրանց նամակ ուղարկել, ես էլ եմ ուղարկել, ոտ ամբողջ Այդ նամակները այնքան նամակը կարաս մակուլատուրը հանձնես մի հատ ավտո տան Յանի հասնում է մի անգամից տնօրինությանը Նույնիսկ բնակիչներով են ամբողջ անընդհատ զանգարել Մենակ մերը չէ, ավտոտնակն է մերը, բայց ու շենքը մեր սեփականությունը չի ամբողջ Հիմա հոտը չեք առնում Ոնց չի գալի, հոտը գալիս է ասում, հոտը չի գալի Իմ ասածը դա է, այսի Հա, դե հետ եմ ասում Ժողովուրդ քանի մուտքանի է շենքը, 1, 2 4 մուտքանի, 5 հարկանի շենքը 10 օրից ավելի է շենքը այս գարշահոտ վիճակն է շնչում, չհաշված շենքի հիմքերի հերն էլ անիծում
Այս ամբողջի մեջ նշությունը որ բարի գնացել է, այս ամբողջ շենքերն են սպառել։ Հա։ Էսի խմելու տրուբենա, հենա, ջրի խմելու տրուբենա, սենց, ով ատեսը, կեղտա ջրի կողքով անսին խմելու ջուրը։ Բակտերիայի բուն է։ Բայց ջրի դեմը չես կարող առնել, դες բազալտներա ծակ է ջուրը։ Ավելի բախտերս բերել է, որ այս պատվալ ունենք ու մենք տեսա։ Դու բախտդ բելա, որ փեսա ունես։ Փեսը տա, բա։ Տենում ես, հետո էլ ասում են փեսա զոնքա իրար ուտում են, շունն ու կատուն են։ Փեսուտ պետք է արիության մեդալ տան։ Բա։ Փետրվարի 17-ն է, Երևան, Աչափնակ վարչական շրջան, Գրիգոր Հասրացյան փողոցի 6-րդ շենքն ենք, 4 մուտքանի 5 հարկանի շենք է, թե այդ շենքը, թե հարակից մյուս շենքերը եւ նշված բակում 10 օրից ավելի է տիրում է գարշաոտ վիճակ, այս պայն էլ տեսնում եք, պարզապես այստեղ պետք է լինեք, որպեսզի հոտը զգաք, սա բնակիչները հայտնաբերել են հենց հոտից եւ բացել են, տեսել են, թե ինչպես է կոյուղած ջուրը դուրս տալիս, լցվում նշված ավտոտնակի նկուղ, շենքերի նկուղներ եւ ամենացավալին նաեւ այն է, որ 10 օր է բնակիչները իրենց ուժերով փորձում են խնդիրը լուծեն, սակայն անզոր են, քանի որ այստեղ հատուկ տեխնիկաներ պետք է աշխատեն, պետք է փոխվի հավանաբար դարն ապրած փտած կոյուղատարերը ու դուրս եկող կեղտաջրի կողքով անցնում է խմելու ջրի խողովակը։ Պատկերացնում եք 21-րդ դարում կեղտաջրի կողքով խմելու ջուր է անցնում եւ ամեն պահի հնարավոր է վտանգ, որ վարակ տարածվի։ Այստեղ են ասում լեգենդար Երևանի քաղաքապետերից լեգենդար Գրիգոր Հասրացյանը իր անունով փողոցը իդեպ երջանկահիշատակ Գրիգոր Հասրացյանը Երևանի կառուցման գործում բավականին մեծ ավանդ ունի եւ նա չէր պատկերացնի հաստատ, որ իր մահից հետո իր անունը կրող փողոցում կտիրի գարշաոտ վիճակ ու դրա հիմնական մեղավորը ըստ բնակիչների, ինչը ինձ համար շատ հավանական է, վիոլաջուր ընկերությունն է։ Բնակիչները կանոնավորել վճարումները կատարում եք, չէ՞ ժողովուրդ։ Կանոնավոր վճար։ Վերջին անգամ երբեք վիոլաջուր զանգել, թաղապետարան զանգել։ Ինչ են պատասխանել։ Պատասխանը եղել է թաղապետարանից էլ եղել է որ վիոլաջրինն է ու վիոլաջուրն էլ ասում եմ մենք գրել ենք բողոքը գրում ենք կպատասխանեն։ Նամակ եմ ուղղել, իրանք պատասխան չեն տալի։ Ամենաարագ տարբերակը իրանց ասելով որ նամակ գրենք տնօրինությանը, ես նամակը գրել եմ։ Իրանից ոչ մի արձագանք չկա։ Ումից վիոլաջրի։ Վիոլաջրի, այո, ոչ մի արձագանք չկա։ Վիոլաջրին անգամ նամակ են նաև ուղարկել այդ բնակիչներն էլ են գրել։ Դե հա, ես իմ մասով եմ ասում, այս բանը բացապես կառավարությունից գրել են այդ հանրային ծառայություններից, իրանք բոլորը իրանք ուղարկել են ինձ պատճեններով, որ իրանք դիմել են ու իրանք էլ են
իրանց դիմեն։ Չնայած ասելով, որ դա պետական չի ինքը համարվում, բայց մենք ամենայն դեպս Իսկ չեք ասել, որ ասենք հենց թաղապետարանին, քաղաքապետարանի թեժ գիտ, որ շենքի հիմքերի հերը անիծվում է։ Ոչ թե միայն այս շենքը, այլ հարակից։ Մենք ասել ենք վիոլաջուր իրանց դրդմամբ հավանաբար վիոլաջուրի 3 եկան, որը բացեցին այդ ուկերը, ինչ որ աշխատանք արեցին, որից որ հիմա ահագին ջուրը իջել է։ Բայց միջև է դուք եք ձեր միջոցներով նասոսներ եք բերել։ Այո, մարդ ենք բերել, նասոս ենք բերել ենք, քանդել ենք, որ հասկանանք որտեղ է էդի, այդ ամեն ինչը մենք ենք արել։ Հիմա ցանկալի էր, որպեսի աշխատանքներին միջամտի անձամբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քանի որ այստեղ պետք է լինեք, պարոն քաղաքապետ, որ այս հոտը զգաք, նամանավանդ ձեր կարգախոսն է եղել, ասեք կանենք, այս մարդիկ 10 օր ասում են, բայց հայտնվում են, կներեք, էշ մի սատկի գարուն կգա, յոնջեն կբուսնի իրավիճակում։ Տեսնում եք, շենքը, 5 հարգանի շենքը նաև կփրկվի վթարային շենք դառնալու փլուզումից, քանի որ գիտեք, ջուրը երբ լցվում է նկուղները շենքի հիմքերի թուլանում են հիմքերը ու ժողովրդի լեզվով ասած շենքի հերը կանիծվի։ Էսի վիոլան պետք է անի։ Գալիս ստից շոու անում մեթում ակ բնակիչներին ողջույն։ Էսի կեղտաջունը էս ստեղով էլ խմելու խողովակի ջուրն անցնում։ Ամեն պայ վտանգ կա, որ գիտեմ, ամեն պայ վտանգ կա, որ Նա տնանք Տարիտանը պաստոն փողոցի ընկելքից մինչև Երևանի շենքը սովետի վախա ջերմության նկուղներ էլ ա լցվում, շենքի հիմքերի հերը անիծվում է։ Սա քաշելու համար չեն ասել։ 4 տոննանոց սիստեր են բերել, քաշել տանել գազել եւ սարքյակ քաշել է։ Բայց ժողովուրդն է քաշել, ժողովուրդն է նասոս տները բերե, հեն անդեղ է